աշխարհազոր ռազմահայրենասիրական միավորման փոխնախագահ սոցիոլոգ կրոնագետ Վարդան Խաչատրյանն է։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ ենք մեզ զրույցի հրավերն ընդունելու համար։ Այսօր հայտնի դարձավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտնեց, որ Հայաստանը ընդունել է խաղաղության պայմանագրի այն երկու չհամաձայնեցված կետերը, որոնք առ այսօր չհամաձայնեցված էին մնում, որի համաձայն նախ պետք է սահմաններից երրորդ երկրի ուժերը հեռացվեն եւ Հայաստանը միջազգային ատյաններից պետք է հայցերը հետ ընդունի։ Ու նաեւ նա նշել է, Բայրամովը նշեց, որ խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումները այլևս ավարտված են։ Այս պարագայում ինչ քաղաքական զարգացումներ եք դուք կանխատեսում, ինչ իրողություններ են տիրելու Հայաստանում։ Գիտեք, նախ այդտեղ ես կուզենայի, որ ավելի պարզորոշ լիներ, որ մենք պատկերացնենք, թե այդ սահմանին երրորդ երկրի զորքերը պետք է կանգնեցնեն, որ սահմանների մասն է խոսքը գնում, հայ-ադրբեջանական, թե ընդհանրապես Հայաստանի սահմանների մասն է խոսքը գնում։ Եթե ընդհանրապես Հայաստանի սահմանների մասին է խոսքը գնում, դա նշանակում է ուղղակի Հայաստանին կոտրել են ծնկի վրա դրած հարվածով, ծնկի վրա խփելով կոտրել են Հայաստանին, որովհետև այդպիսի պայման այդ նշանակում է զրկվել սեփական ինքնապաշտպանական հնարավորությունների վերջին մնացած, ասենք, լծակից։ Ես զարմացած եմ առաջի հերթին, թե ինչու է Հայաստանը այդպիսի զիջումների գնում, հատկապես, որ ըստ էության բոլորս էլ հասկանում ենք եւ չեմ կարծում, որ հասարակության մեջ մեր դա գաղտնիք է, հասարակական գիտակցությունը այսօր անվիճելիորեն համոզված է մեկ բանում, որ եթե այդպիսի ընթացք կա, ուրեմն նշանակում է այս ամենը 44-օրյա պատերազմի հետևանքների ուղղակի շարունակությունն է։ Բայց երբ որ մենք խոսում ենք այդպիսի բանից, երբ որ մենք խոսում ենք, որ հա, սա երևացող է եւ մեր հասարակությունը հասկանում է, որ դա այդպես է, այդտեղ կամենում ենք, թե ոչ, գալիս է երկրորդ հարցը։ Իսկ արդյոք այն պայմանները, այն իրավիճակը, որը ստեղծված էր այն ժամանակ, չեմ դադարում կրկնելուց այս խոսքերը, կոալիցիոն արշավանքի բաղադրիչներից որն է մնացել Ադրբեջանի հետ, որ նա կարողանա այսպիսի պահանջներ դնել, ինչպես ասում են, ոտը վիրին թարեքը դնելով, որը Պակիստանն է մնացել իր զորամիավորումներով այնտեղ, Քաթարի զորամիավորումներն են մնացել Ադրբեջանում, Իսրայելի զորամիավորումներն են Ադրբեջանում մնացել հատուկ ծառայությունները, Թուրքիայի զորամիավորումներն են այնտեղ, ոչինչ դրանից չկա։ Հայաստանը նույնպիսի մեկուսացման մեջ է ինչպես այն ժամանակ, ոչ։ Հայաստանը ունի նաև իր կողքին կանգնած երկրներ, այնպես ինչպիսին է Իրանը, այնպես ինչպիսին է Հնդկաստանը։ Այսինքն, երբ որ մենք այսօր խոսում ենք իրավիճակից, իրավիճակը արմատապես փոխված է եւ Ադրբեջանի ղեկավարությունը եւս չի կարող դա չիմանալ, այսինքն դա թաքցված բան չէ, ոչ մեկի խալուտակ ավլաց չէ, եւ այդ ամենը պարզ երևացող է, ինչն է պատճառը այսպիսի աննախադեպ զիջումների։ Բայց փաստորեն մի պայմանագիր ենք կնքում, որը թելադրվում է, հա, Ադրբեջանը ինչը ասում է, այն էլ պարտադրված Հայաստանը ընդունում է եւ նաեւ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքում մի երկրի հետ, որը չի ուզում այդ խաղաղությունը հաստատել, պահպանել, անընդհատ նշում էր, որ խաղաղությունը իրեն ձեռնտու չէ եւ որ նա Փաշինյանի հետ չէ կնքում այդ խաղաղությունը, այլ հայ ժողովրդի հետ եւ պետք է Հայաստանում հանրաքվեի միջոցով ընդունվի խաղաղության պայմանագիրը։ Ուրեմն անդրադառնանք դրան էլ, որ դեպքում դա կարող է լինել։ Երբ որ իրանք եկել գրավել են Հայաստանը եւս, իսկ միջազգային հանրությունը համարում է, որ այդպիսի բան չի կարող լինել եւ ինչպիսի զիջումներ պետք է անի Հայաստանը, որպեսզի նրա տարածքները լքեն։ Այդպիսի բան, ինչպես հասկանում ենք, մեծ հաշվով առայժմ չկա։ Բայց երբ որ մենք խոսում ենք նրանից, թե Ադրբեջանը պահանջում է այս, Ադրբեջանը պահանջում է այն, Ադրբեջանը ինչ որ պահանջում է, դա քննարկելի հարցեր են։ Այսինքն դա հասկանալի բան է, որ եթե ընթանում են բանակցություններ, ինչ որ բաներ պահանջում, Հայաստանն ինչ է պահանջում։ Մի հատ էլ հասկանանք, էլի։ Նոր տարածքներ է պահանջում Ադրբեջանը 300,000 այսպես կոչված ադրբեջանցի փախստականներին, բայց ի պատասխան ոչինչ չկա։ Մենք ապրում ենք որտեղ ենք մենք ապրում, էլի։ Մենք Մերձավոր Արևելքում ենք։ Չմոռանանք դա, էլի, որտեղ հարցերը միշտ լուծվել են արյամբ պատերազմներով, ուժով։
որևէ պայմանագիր փրկել է թույլին։ Ոչ մի պայմանագիր էլ չի փրկում թույլին։ Այնպես որ պայմանագրերը ըստ էության այսօր ժամանակի խնդիր են լուծում։ Բայց Հայաստանը արդյոք ընթանում է այն ճանապարհով, որը հաջորդ փուլում հնարավորություն կտա նոր մակարդակի որպես ուժ ներկայանալ եւ շարունակել գործընթացը իր բոլոր հնարավոր վայրիվերումներով, նույնիսկ եմ կրկնում բոլոր հնարավոր վայրիվերումներով։ Փաստորեն, պարոն Խաչատրյան, այս խաղաղության պայմանագիր կոչված պայմանագիրը փաստաթուղթը իրատեսական չեք համարում եւ ինչպես հասկացա, այս հարցը ըստ ձեզ եւս արյան է լուծվելու։ Գիտեք, եթե մեր երկրում գոյություն ունեցող որոշակի տասնյակ եւ հարյուրավոր սերունդների երազանքները պետք է փշրվեն այդ պայմանագրի շրջանակում, ես համարում եմ, որ դա անելը անթույլատրելի է, որովհետեւ յուրաքանչյուր հասարակության եւ պետության առանցքը նրա պատմական հիմքերից եկող ոգեղեն առանցքն է։ Մեր առանցքը հրաշեք առանցք է եւ պետք չի որ մենք մտածենք, որ մենք թույլ ենք, այս ենք, այն ենք եւ եթե հարցը հասել է այնտեղ որ սուբյեկտայնությունը իջնում է այս մակարդակին, երբ որ կարելի է պարտադրել, դե լավ է դեպքում ուրեմն հանդես գանք ընդհանրապես հայ ժողովրդով։ Որովհետեւ ինչքան հասկանում ենք Ադրբեջանի ժողովուրդն է հանդես գալիս, մի բան էլ Թուրքիան է գումարվում նրան եւ չեմ համարում, որ մենք արժի որ ձգձգենք այդ խնդիրը։ Այո, պետք է հանդես գա համայն հայությունը եւ այդ դեպքում էլ տեսնենք էլի թե ինչպիսի հավասարակշռվածություն կամ ինչպիսի կշռային կատեգորիաներ կփոխվեն հնդածս եւ պարզ պատկերացնենք էլի որ մեր ունեցած հնարավորությունները մինչեւ վերջ պետք է օգտագործել արտաքին քաղաքականության մեջ շեշտը դնել Իրանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Ամերիկայում ունեցած մեր կապերի վրա եւ համեմատաբար քիչ անդրադառնալ Եվրոպային, որովհետեւ Եվրոպան սեփական խնդիրները չի կարողանում լուծել, մենք էլ ես չեմ կարողանում հասկանալ նույնիսկ մեր իշխանությունը, թե այս ինչ բան է, էլի Եվրոպան նստած է, ինչի, եթե մենք բացարձակ, ասենք Համզա Չիմանից հենց նոր տրեխները, հակները սեկել ենք այդ 17-րդ դարն է եւ այլն եւ այլն եւ այլն, այդպես չի։ Մենք անգիր գիտենք, որ Եվրոպան նստած է եղել ռուսական էներգակիրների վրա, ամերիկյան անվտանգության, որը մատուցել է Ամերիկան տասնամյակներով եւ վերջապես չինական ապրանքների վրա, ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ երրորդը չունի, ինքը այսօր ընթանում է որոշակի արագությամբ անկման դեպի ցած եւ հիմա մենք որոշում ենք, որ նա եւս պետք է այստեղ ունենա իր բացարձակն է եւ մենք անց ենք կասնում հանրաքվե, որով մենք ճանաչում ենք, որ Եվրոպա ենք դեպի գնում ենք ինչ անենք, եթե Եվրոպան ինքը չգիտի ինչ անի։ Այսինքն նրա ղեկավարները Այդ պարագայում, երբ ԵՄ-ն է հայտարարել, որ իր հետ անդամակցությունը արդեն դադարեցված է։ Չէ, լսեք, բացի այն, որ դադարեցված է։ Հիմա մենք ի՞նչ է, մեր գլխավոր խնդիրը ո՞րն է։ Հայաստանի անվտանգությունը բարձրագույն մակարդակով ապահովելը։ Այսինքն թույլ չտալը, որպեսզի Հայաստանը նորից շարունակի ինչ որ կորուստներ ունենալ։ Հիմա դա, եթե մենք պետք է ապահովենք Եվրոպայի միջոցով, ուրեմն մենք լավ պետք է հասկանանք։ Նոր հենց նշեցինք, որ Եվրոպան անվտանգությունը ստանում է Ամերիկայից։ Այդ դեպքում ուրեմն ինքը պետք է ստանա Ամերիկայից եւ տա մեզ։ Այդ սպեկուլյացիայի փոխարեն մենք կարող ենք ուղղակի Ամերիկայի հետ խոսել։ Վերջին հաշվով Փառք Աստծո, այնտեղ գոյություն ունեցող հայկական համայնքը իզոլու է այդ հարցը եւ բարձրացնել, եւ ինչ որ չափով սպասարկել, եւ ունի լոբի, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հիմա ես չեմ կարողանում հասկանալ էլի այս եթերներում էլ, երբ որ գնում ենք բանավեճերի մեջ, բարոյաբար ինչ որ դե մի քիչ դա մեր տնտեսական վիճակը կլավացնի։ Բոլորը գիտեն, որ հեղափոխություն չէ, որ Եվրոպան տնտեսական ճգնաժամի մեջ է եւ անկման։ Հիմա մի քիչ լավ է մի քիչը եւ մեր գոյության խնդիրը էգզիստենցիալ Հայաստանի գոյության հարցը իրար կողքի դրվելիք են այս ինչ զառանցանքի դղյակներ ենք փորձում վաճառել էլի այդ ագիտատորներից պետքա վերջնականապես ազատվել էլի այդ մարդկանց բացատրել որ ագիտացիան ունեք փաստարկներ բերեք մենք հիմա ես բերում եմ փաստարկներ ճիշտ է Այսինքն կետ առ կետ խոսում ենք նրա մասին, թե ինչից է բաղկացած իրավիճակը, ինչպիսի ուժեր կան, ինչպիսի հնարավորություններ է դա ընձեռում մեզ, բոլորի համար պետք է հասկանալ լինի, եթե մենք ունենք կիպ, սերտ, փոխադարձ վստահելիության հարաբերություններ Իրանի եւ Հնդկաստանի հետ,
այդ նշանակում է, որ ունենք նաև որոշակի ազդեցություն եւ Ռուսաստանի, որի համար այս երկրները իր համար մեծ աշխարհի հատվածի, այսինքն իր ապագայի ապահովման խնդիրն են լուծում։ Եվ ուրիշ բան նա չունի։ Աշխարհը ռետինից չի, նա հնարավոր չի նայից փչել, ուռացնել, էս անել, այն անել։ Մյուս կողմից, երբ որ մենք մտածում ենք, թե իսկ դրանից դուրս ինչ կա, Ղարաբաղյան աշխարհ, որը եւս մեր հետ ուղղակի հարաբերությունների մեջ է, որը հարևան Թուրքիայի հետ խորը կոնֆլիկտի մեջ է։ Այսինքն պատկերացրեք, վիզաներ պետք է ստանան թուրքերը, որովհետեւ մեկնեն այդ արաբական երկրները։ Հարցը հասել է սրան։ Եվ մենք այստեղ, հա, ինչպես ասում են, հա, այդ ականջում քնած ենք, էլի, վերջ։ Ինչ ենք, ես հասկանում եմ, այո, իշխանությունները 44 օրյա պատերազմից հետո գտնվում են crash սինդրոմի մեջ, ես այդ մի անգամ չի որ ասել եմ, եւ հա, նրանց վարքագիծը չի կարող լինել այնպեսին, ինչպեսին էր, կամ ինչպեսին կարող էր լինել։ Ինչից ելնելով մենք ուրեմն խնդիր ունենք բազմաթիվ լուրջ ներքին քննարկումների եւ հնարավոր ճանապարհային քարտեզն այնքան չեմ ընդունում, հնարավոր ծրագրի մշակման եւ քայլ առ քայլ իրականացման այդ խնդիրն ունենք։ Եվ դա պետք է իրականացվի այնպես, որ ոչ մարդիկ մտածեն, որ այստեղից հա բոլորին հայտարարելու են սրիկա եւ մորթեն նախորդող իշխանություններից կամ ներկայիս, եթե այդ իշխանությունն ընկավ, ոչ էլ պետք է գլխներին դնեն եւ հալվա կանչեն։ Ամեն մեկը իր հնարավորությունների շրջանակում իր տեղը պետք է գտնի, որովհետեւ հայերով պետք է գործ սկսենք։ Սա համահայկական գլխավոր ներկայիս խնդիրն է։ Մենք որտեղ կհասնենք այդտեղ, մեր նվաճումները ինչպիսին կլինեն։ Դա վերջնակետը պետք է լինի Ղարաբաղի խնդրի բացարձակ լուծումը, որովհետև 1001 անգամ ես հայտարարել եմ, ինչը այսօր եւս տեսնում ենք, որ Ղարաբաղի անվտանգության կորուստը հավասար է Հայաստանի անվտանգության կորուստին։ Դրանք հաղորդակից։ Բայց եթե այսօր այս իշխանությունները, գործող իշխանությունը Արցախի հարցը բանակցային սեղանից հեռացնում է եւ անգամ խուսափում է Արցախ ասելուց, Արցախը Հայաստանի մաս համարելուց, այս պարագայում ինչպես կարելի է լուծել այդ հարցը։ Միշտ էլ կարելի է համարել, որ հա այս մարդիկ ուզում են խուսափել նոր խնդիրներ ձեռք բերելուց։ Բայց հիշեցնում ենք էլի նորից հազարամյակների իմաստնությունը, էլի, եթե դու մահվանից վախենալով դիմեցիր փախուստի, դու նրան հանդիպելու ես ակննդակն ու չես կարողանալու խուսափել, բայց այս անգամ փախած ես լինելու արդեն ու չես կարողանալու քո կյանքը փրկես։ Մենք պետք է հիշենք, որ ուրիշ տարբերակ անգամ քննարկելը դա Հայաստանի եւ համայն հայության, նույնիսկ եմ կրկնում, համայն հայության շահերից չէ, չի բխում դա մեր շահերից։ Եվ Ալիևն էլ, Թուրքիան եւս գիտակցում են, որ այն հնարավորությունները, որոնք նրանց ընձեռված էին այն ժամանակ, իմիջ այլուց Տրամպի իշխանության վերջներ, այն առաջի իշխանության, երբ որ տեղի ունեցավ, ասենք, այդ 44 օրյա պատերազմը, բայց այսօր այդ իրավիճակը չէ։ Ամերիկայում եւս այդ իրավիճակը չէ։ Բայց Արցախի հարցով տեսնում ենք, որ Ալիևը շտապում է։ Գուցե շտապում է հաշվի առնելով այն փաստը, որ այս իշխանություններն էլ հավերժ չեն լինելու Հայաստանում։ Չէ, գիտեք, ինչ կա, իշխանություններից բան կախված չի այդ առումով, որովհետեւ ամեն վարքյան դուք կարող եք միշտ դնել միջազգային քննարկման կամայական սեղանի, թե որ իրավունքով է Ադրբեջանը համարում, որ Ղարաբաղի ինքնավարությունը ինքը իր ներսում իր պարլամենտի որոշմամբ վերացրել է։ Այդպիսի կետ եղել է։ Ոչ, իսկ նա ժառանգել է այն ամենը, ինչ որ ժառանգել է։ Եթե չի ժառանգել, էդ էլ ենք կողմ։ Թող ասի, որ ինքը սովետական Ադրբեջանի ժառանգորդը չէ։ Եվ դրանից հետո խոսենք, շարունակենք, կպարզվի շատ ուրիշ բաներ եւս, որոնք ցանկալի չեն լինի մեր օպոնենտների համար։ Այս պահին նրանք օպոնենտներ են, բայց ամեն վարքյան կարող են վերածվել նաև հակառակորդների եւ թշնամիների, չմոռանանք, որ ասենք անգամ Թուրքիան բոլոր իր գործողությունները հայ ժողովրդի դեմ կիրառել է որպես
թշնամական գործողություններ, հայացյացական գործողություններ, հիմա այսօր մենք բացում ենք սահման։ Նույնիսկ հրավիրել ենք, որ Մարգարայան ցակետը պետքա դիտվի եւ այլն, բայց մենք հասկանանք էլի դա ինչ է նշանակում։ Եթե մենք դա անում ենք, լավ, քննարկենք, որ դեպքում կարող ենք դա անել։ Միայն ու միայն այն դեպքում, երբ որ մենք ապահովված կլինենք այստեղ այն իրավիճակը, որը հնարավորություն չի տա դա օգտագործել եւ մանիպուլացնել Հայաստանի ներքին իրավիճակը։ Բայց ոնց կարա դա այդպես չլինի, եթե մենք ունենք կաշառակեր չինովնիկություն եւ կաշառակերության ու կոռուպցիայի դեմ պայքար մենք չենք ծավալել։ Լուրջ որևէ պայքար ծրագրված իր ընթացքով մակրազերծող գոյություն ցող այդ արատը հասարակությունից չկա։ Եթե չկա, հիմա ինչ ալնելու, այդ մարդիկ կաշառք չեն վերցնելու։ Արդյոք ազգային շահերը այդ կաշառքի պայմաններում չեն գնալու այդ մարդկանց գրպանները, այդ մարդկանց թղթապանակների մեջ, որտեղ մեր դեմ ծրագրեր են մոգոնվում, սարքվում, դասավորվում, միջազգային իրենց տերերի հետ համաձայնեցվում, այդ ամեն ինչի պետք է պատրաստ լինել։ Այդ պատրաստությունը մենք երբևէ չենք տեսել։ Հիմա երբ որ խոսում ենք դրանից, հիմա այս նորից եմ կրկնում էլի, իմ համար մի քիչ բարդ է, որտեղ այս արգումենտները ես արդեն 2 տարի ամենակիչը խոսում եմ, եւ ստիպված եմ նորից կրկնել, որովհետեւ ոչինչ չի փոխվում։ Այն որ ասում են ավոզ in նույնը տամ, այսինքն հա, այդ նույն բեռը նույն տեղում է հələ։ Ոչ մի յոտա չի շարժվել։ Պարոն Խաչատրյան, աշխարհակաղական այս ողջ իրադարձությունները դատելով, տարածաշրջանում տիրող իրողությունները դատելով, շատ ռազմական, քաղաքական գործիչներ հավանական են համարում, որ Հայաստանում եւս պատերազմ սպասելի է, պատերազմի վտանգ են տեսնում։ Դուք արդյոք տեսնում եք այդ վտանգը եւ արդյոք պատերազմ լինելու դեպքում Հայաստանի գործող իշխանությունները պատրաստ կլինեն դիմակայելու։ Այ երկրորդ հարցը բավականին բարդ է, պատրաստ կլինեն թե չէ։ Որովհետև ինչպիսին է նրանց ներքին հոգեբանական վիճակը 44-օրյա պատերազմից հետո մինչև այսօր հետկային ռեակցիան ինչպիսին է այդ կազմակերպության կառույցի եւ անհատների մեջ բավականին բարդ է ասելը, բայց եթե պատերազմով հարցերը լուծվող նույնիսկ այստեղ էլ մենակ դրանով, ուրեմն դրանից դուք չեք կարող խուսափել։ Եվ հիմա անընդհատ ինքնագոհության եւ ինքնասփոփանքի ինչ որ խոսքեր հնչեցնել պետք չի։ Ես համարում եմ, որ սառը գնահատող թե Ադրբեջանը, թե Թուրքիան պատերազմ չեն սկսելու, որովհետև դրա շարունակությունը պարզ չի ուր է տանելու հենց նրանց իրենց գոյության խնդիրն էլ է դրվելու, այդտեղ դրված է։ Որովհետև Իրանը 200,000-անոց բանակը որևէ կերպ չնայած հարվածի տակ դրվեց անգամ ինքը Իրան ռմբակոծեցին նույնիսկ, բայց ինքը չշարժեց այդ 200,000-անոց բանակը, որ Ադրբեջանի սահմանին է դեմ եղած։ Ես լավ հասկանանք էլի, որ այդ դամոկրեան թուրը գնում ու գալիս է։ Եվ թող Ալիևն էլ դա հաշվի առնելով որոշի, որ Հայաստանի վրա հարձակվում է։ Տեսնենք ինչ կլինի էլի։ Որովհետև ուրեմն ինքն է հարձակվում, որտեղ ինքը հայտարարությունն արել է, այսքան մտնում կովեշտեմ զանգի չէ վերջին հայտարարություններին։ Լավ, տեսնենք։ Ասում աճ կստեսնի։ Դե թող մի հատ մտնի էլի։ Տեսնենք ինչպիսի զարգացումների հաջորդական շղթայի մեջ կներքաշվի Ադրբեջանը։ Մի հատ տեսնենք թե Սիրիա մտած թուրքական զորամիավորումները, թուրքական տնտեսական այն ծանր ճգնաժամը, որ այսօր կա, եթե ներքաշվի մի նորից պատերազմի, որը ելի միայն Հայաստանի հետ չի լինելու, որովհետև Հունաստանն է արդեն այդ մասին խոսացել։ Եվ ինչ ալնելու։ Այսինքն այդ բոլորը համաձայն են, որ հենց Հայաստանի հետ ինչ որ խնդիրներ, որոնք չնչին են իրանց տեսակետից, լուծելու համար դնեն խաղաքարտի վրա իրանց գոյությունը, ամբողջականությունը երկրի, նրա ապագան, պատրաստ են դնել, դե թող դնեն։ Պարոն Խաչատրյան, վերադառնանք կրկին խաղաղության պայմանագրին, տեսեք, խաղաղությունը հաստատելու համար Ադրբեջանը նշել է նաև, որ պետք է Հայաստանը իրեն փոխանցի, ադրբեջանական կողմին փոխանցի բոլոր այն ազատամարտիկներին, ովքեր անգամ մի փոքր ներդրում են ունեցել արցախյան պատերազմներին։ Ձեր գնահատմամբ ինչ քայլերի է գնալու Հայաստանը։ Կարճ ասեմ, եթե Հայաստանը օկուպացված է, այդպիսի առաջարկ, այդպիսի պարտադրանք, այդպիսի շեշտակի փոփոխություն, որ ձեր քաղաքացիներին, որոնք այն ժամանակ եւ ինչ Հայաստանն էլ չի ասում, որ գենոցիդալ երևույթները սկսվել են Սումգայիթից։
Դրանից առաջ եղել են պատասխանները չենք տեսնում, բայց դա ասելա Պուտինը։ Ասելա, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Ադրբեջանի մեղքով է սկսվել Սումգայիթում հայերի կոտորածից։ Բայց մենք ինչու ենք լռում։ Հիմա մենք լռում ենք։ Հաճելիորեն է երևի լռելը։ Միշտ մեղադրում եք ռուսին, բայց հիմա հաճելիորեն լռում են այդ մարդիկ։ Հիմա ես չեմ գտնում, որ տենց պետք է լռել։ Միգուցե շատ-շատերը կասեն, որ դե դու իշխանություն չունես, իշխանության լծակները քո ձեռքին չեն, քո համար հեշտ է ասել այդ ամեն ինչը։ Դու հեշտ չի, բայց մենք բերում ենք փաստարկներ։ Մենք բերում ենք խճապատկերը, որը փոխված է։ Եվ եթե այդ փոխված խճապատկերն էլ ոչինչի վրա չի ազդում, դեռ ավելին ազդում այն բանը, որ նրանք հնարավորինս հոխորտալից այդ պահանջները ավելացնեն ու ավելացնեն, ուրեմն ինչ-որ բան են չի։ Մենք փորձենք այդ ինչը այն չի։ Եվ մի հատ էլ պարզ պատկերացնենք, որ համայն հայության մասնակցությունը այստեղ ինչի կբերի։ Մենք պարզ պատկերացնենք էլի։ Որովհետև երբ որ մենք ասում ենք, հա, ներկայիս իշխանությունները 1001 խնդիրներ ունեն։ Բայց այսօր ժամանակը չի, որ մենք թշնամիներ որոնենք եւ պատկերացնենք, որ ինչ որ մեկի գանգամաշկը պետքա հանվի, չգիտես ինչի վրայից։ Այդպես բան չկա։ Մենք պետքա լավ պատկերացնենք, որ այո, մեր Հայաստանի Հանրապետություն կոչված ավտոմեքենան հիմա լռվել է ցեխի մեջ։ Բոլորս պետք է սեղմենք, ինչքանով էլ կողքով իշխանությունները արյուն բերեցին, ներենք նրանց։ Գիտեք, իշխանությունները երբ որ ասում են արյուն բերեցին, դա այդքան էլ այդպես չի։ Ադրբեջանը մի շարք փորձեր արեց, այդ 44 օրյայից առաջ նա ինչ-որ խաղաղություններ, բարբերաբար եւ զոհեր կային, եւ լուրջ ռազմական բախումներ կային։ Իհարկե նրանք չվերածվեցին պատերազմի, որովհետեւ Ադրբեջանը եւ նրա տերերը հասկացան, որ շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ բախումը այդ ժամանակ։ Նրանք աշխատեցին հնարավոր թերությունների վրա, մենք խորը կոպիտ անթույլատրելի սխալներ թույլ տվինք եւ ունենք այն ինչ ունենք։ Բայց արդյոք սա հիմք է հայ ժողովրդի ամբողջականությունը, ասենք փեղեքելու։ Իհարկե ոչ։ Ես չեմ համարում դա այդպես, որովհետեւ մեր շահերից դա երբեք չի բխելու, ոչ միայն այսօր, ընդհանրապես։ Երբևէ դա չի բխել եւ չի էլ բխելու։ Երբ մենք բաժանվեցինք, այդ ժամանակ մենք կորուստներ ենք ունենալու։ Դա գրված է դեռևս դարե առաջինի կողմից։ Բայց հիմա միասին ենք մենք Հայաստանում ստեղծված եւ բոլոր կայացած արդեն իսկ քաղաքական ուժերը արդյոք համախմբված են, արդյոք միասին են։ Գիտեք, նրանց միասին լինելը արտաքին ուժագծի վրա դա անհրաժեշտություն է, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ունի իր լուրջ ուժերի մասնախոսք, ոչ թե ասենք բան ֆիկտիվ կուսակցությունների մասին չեմ ես խոսում։ Այդ կուսակցությունների քանակը կարող լինի 8, կարող լինի 9, ավել չի կարող լինի։ Այդ քաղաքական կազմակերպությունները, կուսակցությունները ունեն իրենց կապերը, որը միասնական դաշտում այստեղ պետք է ձևավորվի այդ կապերով Հայաստանի շահերի սպասարկումը արտերկրում։ Այդ այնպես չի, որ Վարդան Խաչատրյանը պետք է գնա 1000 երկրում խոսա եւ այնտեղ բոլորը պետք է իրան լսեն, չէ, կան կուսակցություններ, որոնք ունեն այդ կապերը, որոնք ունեն աշխատանքային ինչ որ չափով փորձ եւս, եւ նրանք պետք է կոնկրետ բոլորը ներքաշված լինեն այդ գործի մեջ։ Նորից եմ կրկնում, դա շատ լուրջ գործ է, նրանք պետք է նաեւ իրենց կուսակցությունների ներսում քայլ առ քայլ ներկայացնեն այն ամենը, ինչը պետք է արվի եւ բերվի միացյալ հայոց հարթակի, որտեղից մնացածը կճառագի։ Անդրադառնանք Բաքվում տիրող դատավարությանը, տեսեք, այս օրերին այնտեղ դատվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մեր մյուս հայ պատանդները, հա, ու նաեւ նրանց վերադարձը նախ իրատեսական եք համարում, թե չէ, արդյոք հնարավոր է նրանց վերադարձը եւ այս իշխանությունները նախ նշում էին, որ լուրջ քաղաքականությամբ են փորձում նրանց վերադարձը ապահովելու եւ հիմա էլ կարծես թե խոսում են, բայց տեսանելի շոշափելի արդյունք մենք չենք տեսնում։ Գիտեք, շատ լավ խոսք կա, չէ՞, ասում են լռությունը համաձայնության նշան է։ Այսինքն եթե դու լռում ես, ուրեմն այդ իրավիճակի հետ դու համակերպվել ես։ Չի կարելի լռել, եւ եթե իշխանությունները խնդիր ունեն լռելու, ուրեմն այդ դեպքում պետք է հասարակական կազմակերպությունները, քաղաքական կազմակերպությունները, որոնք մեր դաշտում կան, նրանք միացյալ հայտարարություններ անեն։ Ես չի ցանկանամ, որ Եվրոպային դիմեինք,
որովհետև ինքս լավ գիտեմ այն ժամանակի որ падգամավոր եմ եղել, արդեն այդ ժամանակներից պարզ էր որ Եվրոպարլամենտի падգամավորները ստվար խմբերով մեկնում էին Ադրբեջան, ստանում էին նվերներ, հանգստանում էին, այնտեղ ստանում էին բուժ օգնություն անգամ այնտեղ ինչը որ պետք էր իրանց եւ վերադառնում էին։ Այսինքն դա աշխատացա մոտավորապես մի ամենակիչը մի 20-25 տարի։ Հասկանանք դա, բայց նույնը այս իրավիճակում Ամերիկայում չկա։ Չի եղել այն ժամանակ, այդ Եվրոպայում ա եղել։ Այսինքն հա, այդ մարդիկ ունեցել են այդպիսի ցինիկ պոռնկաբարով վերաբերմունք։ Բառիզմունի իմաստով ես այդ բառը հատուկ ընտրեցի։ Պոռնկաբարով։ Որովհետեւ այդ մարդկանց հետ ինչքանով որ ես շփվել եմ, հասկացել եմ, որ այ մարդիկ ո՞նց են падգամավոր։ Այս էլեմենտար գիտելիքների բացակայությամբ մարդիկ ո՞նց են падգամավոր։ Շատ զարմացել եմ, գիտեք։ Բայց այդ մարդիկ մեկնում էին Ադրբեջան, այնտեղ նոց չկրկնեմ էլի այդ ամեն ինչը որ հասու էր նրանց եւ ինչը տրվում էր։ Հիմա ոնց որ տեսնում ենք, ասենք այդ Եվրոպարլամենտում զարգացումները մի 7 կարող է աճեն ու կանգ առնեն։ Ինչի, որովհետեւ դե ամբողջ հսկայական զանգվածով նստած են եղել այնտեղ։ Այնտեղ էլ շատ ուրիշ բաներ են տեղի ունեցել, էլի, մի հատ այդ ճիշտ հասկանանք։ Այսինքն Ադրբեջանից նավթ գնելը դա ֆինանսական կառավարման մեխանիզմ է եղել։ Ադրբեջանին ուռճացնելը ֆինանսապես հանգեցրել է այս մեր պատերազմին եւս։ Այսինքն հնարավորություն է ունեցել այդ զենքերը գնել, հնարավորություն է ունեցել վարձել, հնարավորություն է ունեցել ծախսել 1001 ծրագրերի վրա, որոնք վերջին հաշվով պետք է դարձնեին հմայիչ այս ծրագիրը ոչ միայն Ադրբեջանի, Թուրքիայի, այլև Իսրայելի, Քաթարի, արաբական աշխարհից որոշ ուժերի համար եւ այլն, դա կոչվում է ֆինանսական կառավարում իրավիճակի։ Անդրադառնանք նաև Սիրիայում տիրող իրավիճակին, այնտեղ 21-րդ դարում մենք տեսնում ենք, որ Թուրքիան կրկին ցեղասպանություն է իրագործում, այս անգամ էլ Սիրիայում կրկին Թուրքի ձեռքով երեխաներ են մորթվում, անմեղ զոհեր են ունենում։ Ինչպես կգնահատեք Սիրիայում տիրող իրավիճակը եւ ինչ ծրագիր է սրանով իրագործում Թուրքիան Սիրիայում։ Կարճ ասեմ, կարճ։ Անպատիժ մնացած հանցագործությունները նոր հավակնություններ են ծնում։ Այսինքն թուրքական իշխանությունների համար շատ պարզ է, որ եթե ժամանակին միլիոնավոր հայերի մորթելը ներվել է, հիմա դա կներվի։ Հիմա հա, նոր հավակնություններ ինչի պիտի չծնեն։ Այդ արկախված հանցագործությունները, որոնք որևէ դատապարտման անգամ չեն այսինքն եթե արժանացել են, դրա էֆեկտը չի եղել։ Հա, բազմաբնույթ երկրներ ճանաչել են հայկական գենոցիդը մոտավորապես 100 տարի հետո։ Եվ ինչ։ Այսինքն, եթե գոյություն ունի համանման երևույթ, դա իրավական հարթություն է, ճիշտ է։ Եթե մեղավորը չի պատժվում, նա հանցագործությունները կրկնելու է 101 անգամ։ Դրա համար դատարանից մեղավորին բաց թողնել չի կարելի։ Նա պետք է պատժվի։ Հիմա չի պատժվել։ Հիմա Սիրիայում նա գնալու է միևնույն բանին։ Պատկերացնում եք, այսինքն մի բան էլ ասեմ, որ կարող մեր ժողովուրդը մի քիչ լավ տեղյակ չի։ Առաջին անգամ թուրքերին ներառան ամերիկացիները կորեական պատերազմում։ Կորեական պատերազմում այս մարդիկ գնացին ու ուղղակի անցան գենոցիդի, որի հետևանքով կորեացիները հայտարարեցին, որ թուրք գերի չեն վերցնելու։ Այսինքն մարդիկ ուժ ոչ գնացեք գենոցիդ են արել նորից։ Այսինքն դա նրանց ազգային հասարակական գիտակցականի մեջ ամրակայված ու վերջնականապես հաստատված որակն է։ Հիմա ինչի ենք զարմանում, որ այնտեղ գենոցիդ, այդ գենոցիդը դրանից առաջել են արել։ Ինչի էս Մերձավոր Արևելքի քրիստոնյաների գենոցիդը, այն Հռոմի Պապը, որ եկավ Հայաստանում ասեց։ Աշխարհի ինչու է լուր, ԱՄՆ-ում նախնական որովհետև աշխարհի շահերը այսօր չեն պահանջում, որ ինքը խոսի, որովհետև Ամերիկան ցույց է տալիս, որ ինքը դժվար է պատկերացնել, որ նա թողնի վերջնականապես ՆԱՏՕ-ն, բայց այնուամենայնիվ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է թողնել Եվրոպան, իսկ ով կարող է Եվրոպային մատուցել ամերիկյան տրված անվտանգության թեկուզ 15%-ը։ Բոլորը տեսնեն Թուրքիային միայն։ Այսինքն Թուրքիան է, որ գնաց է կռվել, Թուրքիան է, որ 200,000-անոց բանակ ունի, Թուրքիան է, որ արտադրական ինչ որ պոտենցիալ ունի զենք արտադրելու։
Մյուսները ինչ ունեն էլի, ընդհանուր քանակը բանակի ծիծաղելի է ուղղակի։ Այսինքն Ֆրանսիան ունի 200,000 բանակ, որից 6,000-ն է կռվողը։ Շահն է հետապնդում եւ իր շահի համար պատրաստ է լռելու։ Չէ, եվրոպացիները միշտ են իրենց նրանց ձևակերպումը շատ ճշգրիտ է։ Ասում եմ, որ Եվրոպան, չասեմ Չերչիլին, դա Չերչիլի խոսքերը չի, ես շատ կոնկրետ պարզել եմ։ Եվրոպան չունի մշտական դաշնակիցներ։ Չկա դարավոր բարեկամներ, կա դարավոր շահ։ Ունի մշտնջենական շահեր, աշխարհաքաղաքական շահերի մասին է խոսքը։ Եվ մեր սրբազան պարտավորությունն է կամայական իրավիճակում հետևել մեր շահերին։ Այսպեսին է։ Այդ Չերչիլից առաջ է ասվել, էլի դուք պատկերացրեք, այսինքն 19-րդ դարի սկզբներին է։ Դա վերջնականապես, ասենք, կայացել եւ ոչ միայն Անգլիայի համար, այլև Ֆրանսիայի համար, բոլոր այն երկրների, որոնք ունեցել են գաղութային շարունակություն իրենց իշխանության, այսինքն Իսպանիայի համար, Պորտուգալիայի համար, Բելգիայի Եվ համար անշուշտ այդ կարգախոսին նրանք հավատարիմ ու հետևողական եղան։ Պարոն Խաչատրյան, բայց տեսեք, այստեղ կցանկանայի ԱՄՆ-ի վրա շեշտադրումը կատարեիք, Թրամփը իր նախընտրական քարոզարշավում հայտարարեց, որ պաշտպանելու է քրիստոնյաներին, բայց այսօր աշխարհի առջև քրիստոնյաները մորթվում, նա լուռ է, ինչու։ Այնուամենայնիվ նրա իրավիճակը այսօր, այսպես ասած, համաշխարհային քաոս արտաքին քաղաքականության մեջ սփռելու չի ենթադրում, որ նա կարող է որոշակի ճշգրիտ վեկտոր, ճշգրիտ ուժագիծ ուղղել որևէ ուղղությամբ, որովհետև դեմա այդ մի կողմից Գրենլանդիան պետք է միանա Ամերիկային, մյուս կողմից Կանադան պետք է միանա, երրորդ կողմից ասենք այդ ջրանցքը պետք է վերադառնա Ամերիկայի վերահսկողության տակ, դրան գումարած Եվրոպան պետք է լքեն ամերիկյան զորքերը եւ այլն եւ այլն եւ այլն, արտաքին քաղաքականության մեջ ճնշող նպատակային ուժագիծ այսօր կիրառելու չէ։ Պարոն Խաչատրյան, վերջում նաև զուգահեռներ անցկացնենք Արցախի հետ, տեսեք, առ այսօր կա այն կարծիքը, որ արցախցիները կարող էին մնալ իրենց հայրենիքում եւ ապրել Ադրբեջանի դրոշի ներքո, ինչպես ապրում էին, ասենք, կողքի ԽՍՀՄ-ի ժամանակ, սովետական պետության ժամանակ։ Տեսնելով այսօր Սիրիայում տիրող իրավիճակը, կարող ենք ասել, որ արցախցիներն էլ կարող էին մնալ Արցախում եւ ապրել իրենց հայրենիքում, թեկուզ ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը խոսեն ադրբեջաներենով։ Չէ, դա հնարավոր չէ։ Ինձ այդ հարց տվել են վաղուց, ճիշտն ասեմ, այն ժամանակ ես ամեն ինչը չկար Սիրիայի եւ այլն, ես այն ժամանակ ասացի, որ եթե այդպես պատկերացնում ենք եւ մտնելու է ադրբեջանական դատախազությունը այնտեղ դիտարկելու այսպես կոչված քրեական իրավիճակը, դիտարկելու հնարավոր հանցագործությունների շրջանակը, տնտեսական եւ այլն, դա հնարավորություն է հայերին ուղակի այնտեղից հալածելու կամ բանտերը լցնելու։ Բոլորս լավ գիտենք, որ եթե երկրի ղեկավարը պահանջել է իր ակադեմիայից, որ պետք է Հայաստանի պատմական մայրաքաղաքները 1000 կիլոմետրով հարավ տարվեն, պատմական մայրաքաղաքները, անհասկանալի բան։ Դե հասկանալի է, թե ինչ կլինի այնտեղի հայերի հետ, էլի։ Այսինքն մտնելու է դատախազությունը, ոստիկանությունը գալու է ճնշի եւ այլն, այսինքն այդ ամենի արդյունքը լինելու է այն, որ մենք կամենում ենք, թե չէ, հայտնվելու ենք այն իրավիճակում, որը կոչվում է ծայրահեղ վտանգավոր, բայց իր մեջ կրում է նաեւ դեպի լույսը դուրս գալու հնարավորություն։ Այնպես որ ամեն մի գիշեր ունի լուսաբաց։ Այդ մեր ամենահնագույն խոսքերից մեկը։ Եվ այդ լուսաբացը ինչպես է լինելու, ինչպես եք տեսնում։ Իմ խորին համոզմամբ ճիշտ այնպես ինչպես բոլոր լուսաբացերը մի փոքր լույսով, որից հետո կբարձրանա արևը, կճառագի, ու այն ամենը, ինչը որպես խավար պարուրել էր աշխարհը, ցրիվ կգա վայրկյանապես։ Շնորհակալ ենք, պարոն Խաչատրյան, այսքանով ավարտենք մեր հարցազրույցը։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ մենք զրուցում էինք Հայոց աշխարհազոր ռազմահայրենասիրական միավորման փոխնախագահ, սոցիոլոգ, կրոնագետ Վարդան Խաչատրյանի հետ։